ատելությամբ եւ անողոք վերաբերմունքով են լցված, հատկապես լրագրողների հանդեպ։ Իրենք հասկանում են այն ուժը, որ ազատ մամուլը, իրական ազատ մամուլը իրենից ներկայացնում է։ Իմնեմիմի տղաները, անտիֆեյքի տղաները կալանքի են տարվել խոսքի համար։ Պետական կառավարման համակարգը վտանգ է ներկայացնում իրենից մեր մշակութային զարգացման համար։ Արդյոք մեր ժողովուրդը այդքան միամիտ է։ Չի ուզում հավատալ հասարակությունը, որ ինքը ունի այսպիսի իշխանություններ։ Մենք ունենք դեպքեր, որ արդեն մարդկանց կյանքից են զրկում։ Մեզ ուղղակի ստիպում են ձևացնել, որ կա ազատություն։ Մի օր եկեղեցին ենք պաշտպանում։ Արցախի հարցը այնպես լուծեցին, որ Արցախում չմնացին հայեր։ Այնուամենայնիվ հասարակությանը պարբերաբար սրտիկներ են ուղարկվում։ Չեմ սիրում այդ մարդուն, ես չեմ ուզում իր մասին խոսել։ Եթերում բաց խոսենք նախագիծն է, մեր հյուրը այսօր հեղինակ-կատարող Լիլիթ Բլեյանն է։ Բարև Լիլիթ։ Ողջույն Ալիս ջան։ Շատ ուրախ եմ բաց եւ անկեղծ զրուցելու իմ առաջարկը ընդունելու համար։ Մենք շատ ենք զրուցում այն ամենի մասին, ինչ այսօր պիտի եւս մեկ անգամ քննարկենք, միասին հասկանանք արդեն այս հարթակում։ Լիլիթ, հեղինակ-կատարող, մենք գիտենք քո նուրբ քնքուշ երգերը, անզուգական կատարումները, բայց ես գիտեմ, որ տևական ժամանակ նաև լրագրող ես աշխատել։ Եվ ես մի բան եմ ասում, որ միշտ կրկնում եմ, դա, ասում եմ, լրագրողներիս ամեն ինչի մեջ կարող եք մեղադրել, ամեն ինչում կարող եք մեղադրել, բոլոր մահացու մեղքերի մեջ ոչ մի բան մեզ օտար չի, բացի մեկից։ Դա անտարբերությունն է։ Ես չգիտեմ մասնագիտական այդ հատվածը լրագրությունը ինչքանով է ազդել քո տեսակի վրա, բայց մի բանում վստահ կարող եմ ասել, որ անտարբեր չես։ Անտարբեր չես այն ամենի հանդեպ, ինչ տեղի է ունենում մեր շուրջ։ Հաշ չես անարդարությունների հետ եւ ավելին արտահայտվում ես ի տարբերություն շատ շատերի։ Դա ինչ որ դժվարություններ ստեղծում է քո կյանքում, թե ավելի բարդ կլիներ քեզ համար լռելը։ Ես չեմ հասցնում մտածել այդ մասին, այսինքն չեմ հասցնում մտածել դժվարություններ կան թե չէ դրա հետ կապված, բայց երևի այստեղ հարցը երկու կողմ ունի։ Նաև այն մարդիկ են գնում լրագրություն, որոնք որ անպայման ուզում են խոսել ու պատմել իրենց տեսածի մասին, որոնց որ չի համոզում այն բացատրությունը, որ կա մինչև իրենց, եւ իրենք ուզում են անպայման բացել մյուս շերտերը ու տեսնել իրականությունը տարբեր պրիզմաների տակ։ Ես մեծ հաշվով այդ իրականությունը տեսնելուց հետո ես դրանից փախա դեպի երգեր, որովհետև դժվար էր ինձ հաշտվել այդ իրականության հենց այդ շերտերի հետ, որոնք ինձ բացվեցին ու որոշեցի, որ ես կփորձեմ ստեղծել իմ սեփական այդ միկրոաշխարհը, որտեղ իմ սեփական իրականությունն է ու այդտեղից արդեն ես որպես ստեղծագործող, ոչ թե որպես լուսաբանող, մեկնաբանող հանդես կգամ, բայց այսօրվա լրագրողներին, գիտեք, շատ եմ մտածել վերջին շրջանում, մեր այսօրվա լրագրողները մեր իրական քաղաքասարակության կարևոր մասն են։ Երբ մենք խոսում ենք քաղաքացիական հասարակության մասին, այսօր մենք պիտի նկատի ունենանք, որ այն արհեստականորեն ստեղծված շերտը հասարակական կազմակերպությունների եւ այլն, որոնք որ ստեղծվել էին դրսից պատվերի հիման վրա, եւ իդեպ իրենց մեջ կան մարդիկ, որոնք շատ ազնիվ գործ են անում, արել եւ անում մինչեւ այսօր, ես ամենևին բոլորի մասին չեմ խոսում, ես համակարգի մասին եմ խոսում, որը կոչում են քաղաքացիական հասարակություն։ Այսօր մենք տեսնում ենք, որ իրական քաղաքասարակությունն է ձևավորվում այսօրվա իրականության, այսպես ասենք, պատվերով եւ լրագրողները, փաստաբանները ու հոգեվորականները, որքան էլ տարօրինակ չհնչի, այս երեք խմբերը դարձել են այդ իրական քաղաքասարակության հիմքը, կրողը եւ իրենք են, որ լրացնում են իրենցով այն բացը, որը ստեղծվեց այդ բանի փլուզումից հետո, այդ միֆական քաղաքասարակության փլուզումից հետո։ Այնպես որ այսօրվա լրագրողներին ես տոկունություն եմ ուզում մաղթել, իսկ լրագրողական աշխատանքը, որը ես շատ վաղուց տարիներ, արդեն գիտես 15 տարի է, որ ես լրագրությունից դուրս եմ։ Շատ ասում են նախկին լրագրող չի լինում, հա, ասում են։ Ես իհարկե տեսնում եմ, որ ես իմ այդ սոցցանցային գործունեությամբ մեծ հաշվով մնում եմ այդ տիրույթում եւ չեմ կարողանում այդպես ինձ զրկել այդ բանից առաքելությունից, որը ժամանակին վերցրել եմ ինձ վրա, ցույց տալ են, ինչ ես տեսնում եմ եւ
չհաշտվել այդ թաքցվող փաստերի կամ սխալ մեկնաբանությունների հետ, բայց ամեն դեպքում այն գործող լրագրողներին, որոնք պրոֆեսիոնալ լրագրության մեջ են այսօր, ես տոկունություն եմ մաղթում, իրենց համար այսօր հեշտ չի, ինչպես բոլոր նրանց համար, ովքեր ում համար իրականությունը եւ իրական Հայաստանը, այն իրական Հայաստանը, որում մենք իրականում ապրում ենք, ոչ թե այն ինչ փորձում են մեզ մեր աչքերին թաղանթի պես կապել, որոնց համար այդ Հայաստանը իր իրական խնդիրներով եւ իրական սպառնալիքներով իրենց սրտին թանկ է եւ մեծաշով իրենք դրա համար դուրս են եկել այդ ասպարեզ։ Համաձայն եմ, որ այն կարևոր դերը, որ ժամանակին իբրանում էին քաղաքասիրական անդամները, վերջին տարիներին ամբողջությամբ մի բան էլ ավելին, կրկնապատիկ, եռապատիկ ստանցնել է լրագրողական համայնքը, մեր գործընկերները, հավանաբար հենց դրա համար է, որ լրագրողները նախկին լրագրողների կողմից իշխանության այսօր մաս կազմող ուժեղ թիրախավորվում են։ Մենք այս պահին ունենք մի քանի օրինակներ, իրադարձությունները այնքան արագ են զարգանում մեզ մոտ, ընդհանրապես այդ բռնաճնշումները, հետապնդումները, դու անգամ չես հասցնում մի դեպքին անդրադառնալ, երբ մի քանի դեպք արդեն կան, որոնց մասին պիտի խոսես։ Ամենաթարմ դեպքերը, իմնեմիմի տղաները, անտիֆեյքի տղաները կալանքի են տարվել խոսքի համար, ընդ որում կալանքի են տարել ոչ միայն տղաներին, այլև ամբողջ ստուդիայի գույքը, այսինքն շտատիվները խոսքի համար են տարել, իբր թե վիրավորելու համար մարդուն։ Այն դեպքում, եւ մարդը, որը դիմումը ներկայացրել է, ինքը ավելի կարծում եմ ավելի կոպիտ վիրավորանք է հասցրել, այսինքն եթե մարդուն անվանում ես շան ծնունդներ, դրանից ավելի վիրավորական արտահայտություն կա, չէ իհարկե, բայց իրականությունը սա է, որ կալանքի են տարել տղաներին ամբողջ իրենց տեխնիկական միջոցների հետ, գուցե տեխնիկայի մեջ հայհոյանք են փնտրում։ Այս պահին նախկին լրագրող Սիսակ Գաբրելյանը եւ Ալեն Սիմոնյանը ազգային ժողովի պատգամավոր դիմել են ժուրնալիստների միության գույքն են պահանջում, ժուրնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանին են թիրախավորվել այս պահին։ Մենք հիշում ենք Մամուլի տանը երկար տարիներ, մոտ 3 տասնամյակ Մամուլի տանը, այսպես ասած, գործունեություն իրականացնող իրենց տանիքը գտած բազմաթիվ լրատվամիջոցներ, այդ թվում Առավոտ օրաթերթը եւս զրկվեցին իրենց տարածքից, սա եւս ճնշման ձև է։ Օրինակները բազմաթիվ են, մենք կարող ենք թվել։ Ինչով է պայմանավորված, որ հենց նախկին լրագրողները, այդ թվում երկրի առաջի դեմքը, հենց այսպիսի ատելությամբ եւ անողոք վերաբերմունքով են լցված, հատկապես լրագրողների հանդեպ, գուցե այդ ուժն են հասկանում միանշանակ, ես հենց դա եմ ասել, իրենք հո գիտեն ինչ կարող է անել ազատ լրագրողը, եթե իրեն չբանտարկես, եթե իրեն չզրկես այդ հաղորդակցության միջոցներից, իրենք հո հասկանում են այն ուժը, որ ազատ մամուլը, իրական ազատ մամուլը իրենից ներկայացնում է եւ հենց այդ հասկանալով են դա անում։ Այսինքն այստեղ ընդհանրապես առիթ են փնտրում ու այնպիսի առիթ, որը ցենք կարող է առաջին հայացքից ծիծաղելի թվալ, բայց դա իրենց համար մեծ հաշվով ձևականություն է, մենք նույնիսկ չեն էլ թաքցնում արդեն, հասկանում եք, այն ամեն ինչ որ հիմա կատարվում է բոլորիս աչքի առաջ, ասենք 10 տարի առաջ եթե մեզ նկարագրեին այդ իրականություն, մենք երևի կծիծաղեինք, ասենք դե հնարավոր չի այդպիսի բան, դե ինչ եք խոսում, էլի, բայց եւ այն մարդիկ, որոնք որ այսօր անում են իրենց ձեռքերով եւ իրենց դիմումներով, իրենք նույնպես կծիծաղեին, ասեին դա հնարավոր չի, ինչպես կարող եմ ես գնալ եւ ես լինելով լրագրող, նախկին լրագրող, անել այդպիսի բան, թիրախավորել ու զրկել։ Այս գիտեք, այստեղ այլ բան է, երբ դու մտնում ես զուտ լրագրողական բանավեճի մեջ, փորձում ես ինչ-որ բանի այդ հարթության վրա ապացուցել, որ կան թերություններ, բայց ով ասեց, որ չկան թերություններ, որ մեր լրագրողական դաշտը ամբից անաղարտ բոլորն էլ հասկանում են։ Այստեղ խոսքը զրկելու մասին է, խոսքի իրավունքից զրկելու, արտահայտման իրավունքից, լուսաբանման իրավունքից, այսինքն դու վերցնում ես իրենց ռեսուրսները, դու վերցնում ես իրենց հաղորդակցությունը իրենց լսարանի հետ, դա չեղավ դա բան, ոչ արդար խոսքին ուղված ինչ որ միջոցառում, մի խոսքով սա իրոք դա նրա համար է, որ այն պատճառով արվում, որ իրենք հասկանում են մամուլի վերագրության ուժը եւ ընդհանրապես իրենց ստեղծում են ստերիլ միջավայր, որպեսզի կարողանան միայն իրենք լինեն իրենց օրակարգը տեղ հասցնողը եւ այն բոլոր լրատվամիջոցները, ոչ միայն լրատվամիջոցները, այլև քանի որ այսօր սոցցանցային դաշտը ինքը մեդիա տիրույթ է մեծ հաշվով, այնտեղ կան անհատականություններ, առանձին դեմքեր, որոնց խոսքը շատ ավելի արագ կարող է տարածվել, քան ինչ որ մի լրատվամիջոցին։ Եվ բոլոր նրանք, որոնց շուրջ
ում շուրջ լինելու է ինչ որ լսարան, կարող են թիրախավորվել բոլոր մարդիկ, որոնք չգիտեմ ես ինչ որ լսարանից բարձր են, հա, իրենք դիտարկում որպես իրենց սպառնալիք, իրենք կարող են թիրախավորվել եւ արդեն թիրախավորվում են։ Դա չկանգնող process է լինելու։ Ես ըստ բային ուղղակի այն մարդկանց, որոնք հանգիստ նստած են եւ իրենց թվում է թե դե լավ, դե գիտեք, այս ինչ AM կայքը ինձ դուր չէր գալիս, այնտեղ չգիտեմ, ես տեսել եմ այս լուրը անհամապատասխաներ կամ ես ինչ որ բան են անում, իրենց ոճը կամ ես ինչ, դա ոչ ոճի խնդիր է, ոչ կոնկրետ լուրի խնդիր է, այստեղ ընդհանրապես բանա առիթներն են իրենք օգտագործում, բայց խնդիրը դրված այն մեդիան, այն անհատները, որոնք ազդեցություն ունեն հանրային լսարանի վրա, այդ բոլորի դիմաց փակել հաղորդակցության ուղիները եւ կտրել իրենց խոսքը լսարանից։ Եթե չի ստացվում կտրել, որովհետև այսօր դժվար է կտրել միայն լրատվամիջոցը փակելով, գալիս է բանտարկությունը եւ այլն եւ այլն, այսինքն բոլոր միջոցները իրենք օգտագործել են եւ դա հասնելու է բոլորին։ Ես այս բանն եմ ուզում ուղղակի շատ པարզ հասկանան, այսինքն այնքան ես քեզ չպիտի իհարկե դասեմ, որովհետև դու ինքդ գիտես ինչ է նշանակում խոսքի համար, ազատ խոսքի համար պատժվել, հա, այսպես ասած, այնպես որ այս բան անենք, մեզ համար դարձնենք ուղղակի հստակ այն պոստուլատ, դա իրենք տալիս են մեզ, իրենք չեն էլ այդտեղ բան չեն տալիս մեզ մանևրելու հնարավորություն։ Մենք ինքներս ենք, հասարակությունը ինքն է սկսում արդարացումներ գտնել իշխանությունների համար, որովհետև չի ուզում հավատալ հասարակությունը, որ ինքը ունի այսպիսի իշխանություններ, եւ ինքը սկսում է արդարացումներ փնտրել։ Հակառակ, եթե այդ իշխանությունը իր ընտրած իշխանությունն է։ Որովհետև դա, այո, նաև իր ընտրած իշխանությունն է, որովհետև ինքը հավատացել է այդ իշխանություններին, որովհետև այդտեղ իր հույսերն են այդ իշխանության մեջ, որովհետև ինքը այնտեղ տեսել է ինչ-որ մի բան, որը իր ցանկություններն ու հույսերն է մարմնավորել, եւ այդ հասարակությունը չի ցանկանում հավատալ, որ հնարավոր է այդպիսի բան։ Ու ցավոք սրտի մարդիկ լինում են մարդիկ, որոնք սկսում են հավատալ այն պահին միայն երբ դա արդեն անձամբ իրենց մաշկին է կպնում, ու շատ սուր են տանում, որտեվ չէին սպասում, բայց այդ ասվել է իրենց, ցույց է տրվել, եւ այս առիթները, այս դեպքերը, որ մեր շուրջ տեղի են ունենում, ուրիշի օրինակով մենք պիտի ամեն դեպքում ակնհայտ է, որ իշխանությունը պահելու համար ոչ մի բանի առաջ չեն կանգնելու, դե կալանքը արդեն մարդուն ազատությունից զրկելը դա նվազագույնն է, որ կարող են անել, ընդդիմադիր դաշտում մարդիկ արդեն հումորով են այդ ամանին վերաբերում, բայց մենք ունենք դեպքեր, որ արդեն մարդկանց կյանքից են զրկում։ Այն խոշտանգումները, այսինքն երբ որ մարդուն ժամանակին բժշկական օգնություն ցույց չեն տալիս քրեակատարողական հիմնարկում, դա եւս խոշտանգում է եւ դա ուղիղ մարդուն մահվան տանելու փաստ է եւ իսկապես բոլորը պիտի հասկանան, որ հերթը մի օր իրենց էլ է հասնելու։ Լիլիթ, ես սրա մասին ուզում եմ անկավելի մի քիչ ավելի խորքային խոսենք։ Վաղարշաբաթի ընտրություններից հետո անակնկալ էր այս ընտրությունը, անակնկալ չէր։ Գիտես, որ իշխանությունը ամեն կերպ պիտի փորձի պահել իր իշխանությունը, երբ որ իրենք ունեն դրսից աշխարհաքաղաքական շահերն է նաեւ համընկել, որ այդ ամեն ինչը կա իրենց կողմից, ինձ համար դա միանշանակ հասկանալի է, ընկալելի է։ Բայց ամեն դեպքում ես ուզում եմ իմ հայրենակիցների հոգեբանությունը հասկանալ։ Ասեցիր միգուցե դա իրենց ընտրությունն է, այլ գործոններ։ Այսինքն 7 տարի դու տեսնես մի իշխանության վարած քաղաքականությունը իր ամբողջ աղետալի հետևանքներով։ Պատերազմը, կներես, պատերազմը իր աղետալի հետևանքներով, Արցախի կորուստ, այսինքն մոտ 8 տարվա պատմությունը միայն կորուստների պատմություն է եղել եւ այսպես փուչիկներ, պոպուլիստական թեզեր, փուչիկներ։ Արդյոք մեր ժողովուրդը այդքան միամիտ է, այդ պոպուլիզմին տրվում է, ինչ պատճառաբանություն ես գտնում, ինչ հիմնավորում ունի դեռ գնալ եւ այսքան ձախողված, այսքան ողբերգություններ իր ազգին գլխին բերած ուժին նորից ձայն տալ։ Սա ինչ որ հոգեբանական մի բացատրություն պիտի ունենա։ Ես երբեք չեմ թերագնահատում երկու բան. քարոզչության ուժը, այն էլ հիմիկվա այս արդեն կատարելության համար է հասած, որովհետև այնտեղ այնպիսի ռեսուրսներ, այնպիսի թելեր են օգտագործվում, որոնք նույնիսկ մենք չենք հասցնում մենք հասկանալ։ Եվ պետական մեքենան։ Այդ երկուսը հրաշալի, այդ երկուսին իրենք արդեն հրաշալի տիրապետում են։ Իրենք հասցրին հրաշալի տիրապետել երկուսին էլ, ունեցան այդ ժամանակը ցավոք։ Եվ քարոզչությունը մենք այն ինչ մենք ամեն օր տեսնում ենք առաջին հայացքից,
բայց նաև այն է, որ ինչ տարբեր խողովակներով մտնում է մարդկանց տներ, մտնում է մարդկանց աշխատավայր, դրան բոլորս չի որ կարող, որ դա մեզ բոլորիս չի որ հասու է, բայց դա կա ու շատ գործուն է աշխատում։ Երկրորդը պետական մեքենան, այստեղ էլի միայն ոստիկանությունը չի ամենևին։ Եկեք հիշենք, որ մենք ունենք բազմաթիվ 100,000-ավոր աշխատողներ պետական համակարգում, ոչ ես համայնքայինից դուրս եմ նաև ասում, որովհետև համայնքներում ամեն դեպքում մի քիչ սպეციფիկ է, բայց պետական համակարգի սպეციფիկան եկեք ուրիշ տեսանկյունից նայենք։ Մենք այսօր ասում ենք այ հասարակությունը հաշտվել է, հասարակությունը լռում է, չգիտեմ, մտավորականները լռում են, արվեստագետները լռում են, այս լռությունը ինքը ունի իր կազմությունը։ Որպեսզի հասկանանք այդ լռության կազմությունը, մենք պիտի հասկանանք, որտեղ են, ինչով են ապրում այն մարդիկ, որոնք լռում են։ Այդ մարդիկ ունեն ինչ-որ անձնական շատ բացատրելի վախեր եւ մտահոգություններ եւ մտավախություններ։ Որպեսզի այդ բանից մենք ես օրինակ ինձ միշտ դուրս եմ դնում մեղադրողի դիրքերից, միշտ ես փորձում եմ միշտ հասկանալ ինչ է կատարվում այդ մարդու հետ իր կյանքում, իր գլխում, որովհետև միայն հասկանալով դու կարող ես իր հետ իրեն բացատրել ինչ-որ բան։ Ես հաճախ տեսնում եմ, որ ես բացատրելու կարիք չունեմ, որովհետև իրենք շատ լավ հասկանում են ամեն ինչ, բայց իրենք գտնվում են մի այդպիսի թափանցիկ, անունը դնենք թակարդի մեջ, այդ պետական մեքենայի թակարդի մեջ, որից շատ դժվար է դուրս գալ։ Ես դες կարող եմ օրինակ բերել առանց իհարկե անուններ տալու, մարդկանց, որոնք աշխատում են, անում են իրենց կյանքի գործը։ Ասենք մարդը արվեստի ոլորտում ստեղծագործող կամ արվեստի մշակույթի ինչ-որ մի ճյուղի պատասխանատուն է։ Տասնյակ տարիներ։ Ինքը դրա մեջ է, ինքը ունի պատասխանատվություն իր ոլորտի հանդեպ, ինքը ունի աշխատողներ, ինքը ունի ամբողջական համակարգեր, որոնք իրենից են կախված, եւ իր անհաջողությունն ու հաջողությունը եւ իր հետևողականությունը իր ոլորտում բերում է մի այդպիսի քանդումների մի շարք, որ ինքը չի ուզում իր վրա վերցնել։ Այսինքն այստեղ բացի անձնական պատասխանատվությունից շատ հաճախ գալիս է պատասխանատվությունը այդ մարդկանց հանդեպ։ Եվ այս ոլորտներում պետական, ասենք, օրինակ պետական ոչ առևտրային կազմակերպությունների մշակութային վերցնենք, հա, պոակների մշակութային, այնտեղ կան այդ ահռելի դժգոհություն, ահռելի է, ես ասում եմ, որովհետև ես ունեմ ընկերներ, շատ մտերիմ մարդիկ, որոնք որ աշխատում են այդ համակարգերում եւ իրենք այնտեղ բան են, որոշումներ կայացնողներ են թվում է թե, եւ իրենք այնտեղ պատասխանատու մարդիկ են եւ իրենք շատ լավ հասկանում են ինչ է կատարվում։ Իրենք շատ կուզեին ասենք ունենալ իմ ազատությունը, որովհետև ես շահագործում եմ այն ազատությունը, որ ես ունեմ, ես ազատ ստեղծագործող եմ։ Եվ իրենք էլ կուզեին ունենալ այդ ազատությունը եւ գալ, չգիտեմ, նստել դատարանում Միքայել Սրբազանի կամ Բագրատ Սրբազանի դատերին, գնալ ինչ-որ բաների մասնակցել, ազատորեն գրել, արտահայտվել, բայց իրենք գիտեն, որ այն համակարգը, որը ստեղծվել է, այդ թափանցիկ պատերի համակարգը, որ ստեղծվել է այդ պետական կառույցների ներսում, ամեն անգամ իրենց համար դա ստեղծելու է մի լուրջ խնդիր եւ իրենց ամբողջ կյանքի գործը կարող է վտանգվել։ Հիմա իրենք երկընտրանքի առաջ են հայտնվում շատ հաճախ։ Այսինքն կա ներսում կուտակված լուրջ դժգոհություն, կան են նույն մտավախությունները, կան են նույն սարսափելի վախերը մեր երկրի հետ կատարվողի եւ հնարավոր սարսափելի հեռանկարների հանդեպ եւ կա այն այսօրվա իրենց գործը, որի մեջ իրենք ապրում են եւ որի համար իրենք պատասխանատու են։ Հիմա ես օրինակ չթվեմ, բայց պետական կազմակերպություններ, պետության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրեր, պետության մասնակցությամբ, ոչ ուղղակի, բայց երբեմն լինում է, որ պետությունը համաֆինանսավորի եւ այլն, եւ այդտեղ ստեղծվում են արգելքներ ազատ խոսքի համար, որոնք իհարկե ընդունելի չեն։ Ես նույնիսկ ճշտեցի հատուկ, ինձ հետաքրքիր էր օրինակ, արդյոք մշակութային որևէ պոակի ղեկավարը կամ աշխատակիցը ունի աշխատանքային պայմանագրով կամ քաղաքօրենսգրքով կամ աշխատանքային օրենսգրքով նախատեսված ինչ որ մի արգելանք ազատ խոսքի եւ ազատ արտահայտման։ Չկա այդպիսի բան։
Այսինքն սա զինվորական ծառայություն չի, սա անվտանգության մարմիններ չեն եւ այլն, սա ազատ ոլորտ է, որտեղ իրենք պետությունը ընդամենը հատկացնում է աջակցություն, որպեսզի այդ ոլորտը ծաղկի, մշակույթ, արվեստներ եւ այլն, եւ այստեղ չպիտի լինի որևէ առնչություն այդ ի վերջին մարդիկ, որոնք ներգրավում են այդ ոլորտներում, իրենք գալիս են ազատության դաշտից, արվեստի ազատության դաշտից, իրենք գալիս են հավերժականի դաշտից, մշակույթի դաշտից, մեր ընդհանուր այդ հայկական քաղաքակրթության դաշտից են գալիս, որտեղ չպիտի լինեն սահմաններ, մենք պիտի ազատորեն խոսենք եւ ցույց տանք բոլոր մտահոգությունները եւ եթե մենք տեսնում ենք, որ այսօրվա օրինակ պետական կառավարման համակարգը վտանգ է ներկայացնում իրենից մեր մշակութային զարգացման համար եւ այլնի համար, մենք պիտի շահագրգիռ լինենք այդ մասին խոսելու հենց ներսից այն մարդիկ, ովքեր տիրապետում են, ոչ թե մենք դրսից, որ ասենք մեծ հաշվով կառուցում ենք այդ ամեն ինչը մեր այսպես քաղաց ցակուցրիվ տեղեկությունների վրա, բայց իրենք սահմանափակումների տակ են։ Ազատ մշակույթի դաշտը սահմանափակումների տակ է։ Սա լուրջ խնդիր է եւ երբ մենք խոսում ենք հանրային լռության մասին, հանրության հաշտ լինելու մասին, այդ այսպես կոչված մորֆոլոգիա մենք պիտի հասկանանք, մենք այդ կազմությունը, որից բխում է այդ լռությունը, պիտի լավ գիտակցենք, որովհետեւ այդտեղ գալիս են իրենք այդ մարդիկ իրենցից ճյուղավորվող խմբերով, ենթախմբերով, դրանք ընտանիքներն են, դրանք աշխատակիցներն են, ամեն խոսքի համար վերևից եկող ինչ-որ մի այսպիսի բանն է, որը բերում է ինքնացենզուրայի, որովհետև դու կարող ես, գիտես, պետական համակարգում դու կարող ես ուղիղ չստանալ ցուցում, որ այսինչ բանը չի կարելի կամ կարելի է, բայց դրանից հետո դա ազդելու է քո գործունեության վրա, որևէ ձևով ազդելու է։ Ու այդ լռության սիմֆոնիան, ինչպես մենք ասում ենք բանի հետ կապված, այդ լռության սիմֆոնիան ինքը մեր կյանքի բազմաթիվ ոլորտներում իր բաները ունի, ճյուղավորումները, սա շատ կարևոր է եւ քարոզչությունը ու պետական համակարգի աշխատանքը, երբ ձեռք-ձեռքի մտածված, հետևողականորեն տարվում են առաջ, ստեղծում են տպավորություն, որ հանրությունը բանը ու եւ ի վերջո ես չեմ բացառում, որ կարող են լինել եւ կեղծիքներ եւ ճնշումներ ընտրությունների ժամանակ, այս ամեն ինչը բանա։ Ավտորիտարիզմի ուղիղ դրսևորում։ Մենք ապրում ենք արդեն այլ երկրում։ Մենք ապրում ենք ոչ ազատ, շատ ուղղորդված իրականության մեջ ենք ապրում, որտեղ մեզ ուղղակի ստիպում են ձևացնել, որ կա ազատություն։ Այդպես չի, որովհետև չի կարող լինել ազատություն, եւ դրան զուգահեռ ազատ խոսքի համար, պարզապես խոսքի համար, հասկանում եք, խոսքի, ոչ թե խոսքի բերած հետևանքի անգամ, պարզապես արտաբերված խոսքի համար լինեն բազմաթիվ կալանավորվածներ եւ արդեն բանտարկյալ։ Միքայել Սրբազանը տասնյակ բանտարկյալներ, որոնց մի մասը միայն խոսքի համար։ Նույնը Սամվել Կարապետյանը, ինչի համար է։ Սամվել Կարապետյանը մինչև էտել են եղել։ Մինչև էտել են եղել Facebook-յան ստատուսների համար բազմաթիվ ուղղակի այդ մարդիկ դուրս են եկել, մենք հիմա արդեն իրենց մասին չենք խոսում։ Բայց չէ՞ որ դա իրենց կենսագրության վրա ունեցել է բավականին ծանր ազդեցություն։ Բուհերից քանի դասախոս ունեցանք, որոնք միայն կարտիկ արտահայտելու համար հեռացվեցին բուհից։ Երևանի պետական համալսարանից, տարբեր բուհերից, բարբերաբար այդ ցուցակը թարմացվում է։ Տասնյակներ, խոսքը վերջերս Բրյուսովի մասին գրեցին 40-ից ավելի թվով դասախոսներ են հեռացվել, ու տակը արդեն եղավ ուղղում, որ շատ փոքր թիվ եք ասում։ Բարբերաբար այդ թիվը ավելանում է, այո։ Ակնհայտ է, որ մենք գործ ունենք դասական ավտորիտարիզմի հետ Հայաստանում, որտեղ այնուամենայնիվ այդ բռնաճնշումներին, ասֆալտին փռելուն, կալանքներին զուգահեռ, այնուամենայնիվ հասարակությանը բարբերաբար սրտիկներ են ուղարկում։ Դա ինչ մարտավարություն է, Լիլիթ, կարող ես բացատրել, ինչ է դա, լյուբիտ, значит, бьёт, значит, любит, հա, երևի այսպեսի մի բան։ Ես չեմ սիրում այդ մարդուն, ես չեմ ուզում իր մասին խոսել։ Սիրով շրջանցենք այս թեման։ Բայց եկեք վերջերս գիտեք իմ ծանոթ աղջիկներից մեկը ինձ հետաքրքիր բան գրեց, փակ գրությամբ իր պատկերացումները, թե ինչ է կատարվում մեր երկրի հետ, ասում է, գիտես, ես նմանացնում եմ, որ շատ նման է նրան, երբ հիվանդ հարաբերություններ են, չէ՞ լինում կնոջ ու տղամարդու միջև,
բռնություն ընտանեկան, ճնշումներ, երբ տղամարդը անընդհատ ճնշում է կնոջը, Զոհի հոգեբանությունը սկսում է արդեն դուր կինը գալ։ սկսում է անընդհատ արդարացնել իրեն, մենք չենք կարողանալու այս ամեն ինչի հետ երկար ապրել, եւ սա պիտի բան արվի։ Այն մարդիկ, որոնք կարծում են, որ իրենք կարողանալու են այդ թելը ձգել մինչև վերջ, եւ որ սա չկտրվող թել է, շատ են սխալվում։ Ես նախկին լրագրողների եւ նախկին ընկերների հետ, որոնք Իսպանիայի իշխանության մեջ են, չունեմ հնարավորություն շփվելու, որովհետեւ ես չեմ ուզում իրենց հետ խոսել, որովհետեւ ես տեսնում եմ, որ իրենք հասկանալով են անում շատ բան։ Ես օրինակ խոսում եմ նրանց հետ, ովքեր որ զգում են, որ չեն պատկերացնում իրականությունը եւ իրենք էլ զոհ են։ Մենք բոլորս մեծ հաշվով զոհն ենք այս իրականության։ Զոհը կարող է իրեն բարել երկու կերպ, կարող է պայքարել, որպեսզի հաղթահարի այս իր արժև դրվածը, եւ կարող է հաշտվել ու հանձնվել։ Հանձնվելը մեր դեպքում ամենամեծ մեղքը կլինի մեր հանդեպ։ Հանձնվելը կլինի ինքնասպանություն։ Հիմա մենք որոշում ենք, որ մենք ինքնասպաններ ենք, թե մենք որոշում ենք, որ մենք ուղղակի ժամանակավորապես հայտնվել ենք զոհի կարգավիճակում ու մենք պիտի հաղթահարենք դա։ Մեզ կուղարկեն սրտիկներ, մեր գլխին կկարդան ինչ-որ ճառեր, մեզ կփորձեն սիրաշահել, մեզ կփորձեն համոզել, որ մենք գնում ենք, չգիտեմ, Եվրամիություն, խաղաղություն ենք բերում, հա, այն դեպքում, երբ խաղաղությունը ուղիղ արդեն 8-րդ տարին է մեզ լքել է, այդ թվում ներքին խաղաղությունն է մեզ լքել։ Ոչ միայն պատերազմ է եկել մեր տուն, ոչ միայն զոհեր են եկել, ոչ միայն ֆիզիկական կորուստներ են եկել, մենք ապրում ենք տագնապի մեջ, մենք ապրում ենք անորոշության, մենք ապրում ենք թունավոր մի այսպիսի մշուշի մեջ, որտեղ շատ դժվար է կենդանի մնալ, մարդ մնալ, գեղեցիկ մնալ, նուրբ մնալ, մեզ պարտադրված մի իրականություն է, որից մենք բան ենք սմքում ենք, մենք փոքրանում ենք, որպես մարդ մարանում ենք, ու պայքարը նաև իմ պատկերացմամբ պետքա լինի այդ ամեն ինչին ընդդիմանալով ոչ միայն զուտ ֆիզիկապես, որ ես դուրս եմ գալիս ձեր դեմ, այլ պահելով ինքներս մեզ, մեր ներքին հավասարակշռությունը, մեր ներքին գեղեցկությունը, մեր աշխարհը, մեր պատկերացումները իրական կյանքի մասին, այսինքն այսպես է, ես չեմ ընդունում այս իրականությունը, սա ինձ դուր չի գալիս, բայց ես ռեալիստ եմ, ես հասկանում եմ այս ամեն ինչը, ու այդ բանը մեզ պիտի ստիպի ինքնախնայողության գնալ։ Պայքարի մի մասը ինքնախնայողությունն է։ Եկեք օրինակ ես կուզեի իմ ընկերների համար, իմ համախոհների համար եւ հատկապես նուրբ ու գեղեցիկ տիկնանց համար հայոց աշխարհի այդ ֆորմուլան իրենց խնդրել, որպեսզի իրենք պահեն եւ չգնան այդ մյուս ճանապարհով, չդառնան այն ինչ որ իրենց ուզում են դարձնել, որտեվ դա էլ է մտնում ստրատեգիայի մեջ, չթուլանան, չհուսահատվեն, չվհատվեն, չկոպտանան, չդաժանանան, ոչ մի դեպքում չդաժանանան, չկորցնեն սիրելու ունակությունը, այս ամեն ինչը հենց արվում է նրա համար, որ մենք կորցնենք վստահություն ինքներս մեր հանդեպ, որ մենք չհավատանք մեր ուժերին ու անհատներն են փոխում։ Սա արվում է, որպեսզի մենք անհատական ջանքը նաև սկսենք արհամարել, բայց անհատական ջանքը եւ անհատի վեհությունն ու մեծությունն ու նրա պատեր կոտրելու աշխարհ փոխելու ունակությունը ինքը բան է, ապացուցված փաստ է հազարամյակներով, որտեղ անհատներն են, միևնույնն է, ինչ ուզում է լինի, բազմությունը գնում է անհատի հետևից եւ անհատներն են փոխում աշխարհը։ Ու մենք այսօր ամեն մեկս կարող ենք շատ բան անել եւ այդ հարվածը, որ ստանում անհատը, դա շատ վատ հարվածներ են։ Եթե ուրեմն եկեք մենք որպես անհատներ պահպանենք մեզ, շատ հաճախ այդ նույն քարոզչությունը գործում է հենց այդ բանի վրա, մաշեցնելու մեր հավատը ինքներս մեր հանդեպ։ Այդպես չի։ Օրինակ ես ինքս շատ ծանր շրջան եմ ունեցել պատերազմի 44 օրյայից հետո ես երկար ամիսներ, մոտ 1 տարի ես ոչ մի տող չեմ կարողացել գրել։
հետո հանկարծ ուժերս հետ են եկել ու վերականգնվել ու նոր երաժշտություն է սկսել ինձ մոտ ստեղծվել, նոր երգեր են սկսել գալ։ Դա ինքնավերականգնման մի փուլ է։ Մենք պիտի մեզ թույլ տանք դա։ Մենք չպետք է մտածենք, որ դա բան է, թուլության նշան է, հակառակը, ստեղծագործել, ուրախացնել կողքիներին, լույս տարածել, ու դա ոչ մի ընդհանուր բան չունի արհեստականորեն ստեղծվող այդ պաշտոնական ուրախությունների հետ, երբ մեզ ասում են դուք չեք տխրել, ամեն ինչ լավ է, սևը սպիտակ է, պատերազմը խաղաղություն է, Ադրբեջանն էլ արդեն բարեկամ երկիր է։ Տարվա ընթացքում լավագույն շրջանն ենք մենք ապրում, այսինքն երբ որ իրականությունը ձևախեղում է, դրա մասին չի խոսքը, մենք գալիս ենք այս ամբողջ ցավից, այդ ցավից վերցնում ենք ապագայի համար նոր ուժ, սնվում ենք այդ ցավից, այդ ցավի բերած այդ աներևույթ բանով, ոնց ասեմ, ինքը դառնում է մեզ համար մի հատ ինքնա կառուցման եւ ինքնավերականգնման մի հատ զարմանալի տարածք, որովհետեւ մենք հանկարծ հասկանում ենք, որ այն ամեն ինչի մասին մենք կարդացել ենք գրքերում, ինչ եղել է մեր պապերի պատմությունը, հասկանում ենք, որ այդ ամեն ինչից հետո ստեղծվել է Հայաստան նորից, հետո վերագտնվել է Արցախ, եւ մենք հասկանում ենք, որ հնարավոր է այդ ամեն ինչ։ Հիմա մենք այդ նոր տարածությունը մեզ համար կարող ենք ստեղծել հենց այդ ուժով, մեր անհատական լույսով, այդ անհատական ստեղծագործությամբ ու չթողնելով, որ իրենք հասնեն իրենց ուզածին այդ տեսանկյունից, այսինքն իրենք մեզ չխեղճացնեն ոչ մի դեպքում։ Լիլիթ, շատ հաճելի է, երբ այդ ինքնապահպանման բնազդը այսպիսի վերլուծություն է ունենում, բայց ոչ բոլորն են դրան ունակ, եւ շատ հաճախ ինքնապահպանման բնազդը բերում է անտարբերության։ Մարդիկ ուղղակի իրենց փակում են, չտեսնեն, չլսեն, իրենք ուղղակի գոյատևեն իրենց այդպես երջանիկ անտեղյակության մեջ։ Եվ այսպես շատ խնդիրներ կան, որոնց մասին պարզապես մարդիկ գերադասում են չխոսել, թաղել, հատկապես երբ որ դա արվում է վերևից, ամեն ինչ լավ է, դուք արդեն լավ եք, արդեն խաղաղ է, չգիտեմ ինչ, դուք երբեք այսքան երջանիկ չեք եղել, ադրբեջանցիները արդեն մեր բարեկամներն են, մարդիկ, որոնք ընդամենը 5 տարի առաջ մեր զավակներին են սպանել, այսինքն ստիպելով մարդուն մանկուրդի վերածվել։ Բայց այստեղ ոչ միայն բացահայտ խնդիրներ կան, որոնց մասին ասում ենք, խոսում ենք, բայց նաև անտեսանելի խնդիրներ կան, որոնց մասին մենք շատ հաճախ չենք խոսում, լռում ենք։ Ես գիտեմ, երբ որ ամեն անգամ կարող ենք ասել, որ զոհերի մասին խոսել, Արցախի մասին խոսել, դու 2 աղջիկ երեխա ես մեծացնում։ Ես գիտեմ, որ ահռելի խնդիր կա նաև այն աղջիկների համար, որոնց սերունդը նման կորուստ է ունեցել։ Այդ մասին չենք խոսում մենք։ Ես ուզում եմ, որ դու դա ներսից խոսես։ Այստեղ ինչ կա։ Ինչի մասին ենք այստեղ լռում։ Աղջիկները շատ բան կարող են պատմել, բայց չեն խոսում, եւ որովհետեւ իրենց ցավը, իրենց խնդիրները ստորադասում են այդ տղաների գրած ցավին, որովհետեւ տղաները առաջնագիծն են պահել, աղջիկները եղել են թիկունքում։ Բայց մեր հասարակությունը, ընդհանրապես մեր հասարակությունը շատ է փոխվել 2020-ից հետո։ Եվ ես կուզեի, երբ մենք խոսում ենք այդ լռության մասին, մենք տեսնեինք նաև այն լռության, այն վշտով պայմանավորված եւ տրավմայով պայմանավորված լռության խոր ու շատ մեծ բավականին տարածուն շերտը, որ մեր հասարակության մեջ ձևավորվել է։ Շատերը մնում են իրենց տրավմայի մեջ, իրենց ցավի մեջ եւ դա շատ հասկանալի է իհարկե, բայց դա նաև ձևավորում է մեր հասարակության այդ նոր կառուցվածքը։ Մենք մեծ հաշվով ապրում ենք նոր հասարակության մեջ 2020 թվականի պատերազմից հետո, այդպես է, որի մասին մենք քիչ բան գիտենք եւ դրա մասին մենք քիչ ենք մտածում, քիչ ենք խոսում։ Աղջիկները, որոնք կորցրել են իրենց ապագա զուգընկերներին, չեն խոսում այդ մասին, որովհետեւ դա մի տեսակ դա թեման չի, որի մասին կարելի է խոսել, չէ՞ որ ցավը առաջին պլանի ցավը շատ ավելի մեծ է,
բայց այսօր ես հանկարծ տեսնում եմ պետական պաշտոնյա, որը կանգնում է եւ խոսում է ռեպրոդուկտիվ այդպես խնդիրների մասին մեր երկրի, դրանում մեղադրում այն մարդկանց, ովքեր գնացել են երկրից, ու հանկարծ զարմանալիորեն մոռանում է այն 5000 տղամարդկանց, որոնք այլևս չեն կարողանալու ընտանիք կազմել կամ իրենց արդեն կազմված ընտանիքներում սերունդը շարունակել։ Դա այսինքն այդ բանը հասարակության լռության ու իշխանությունների ստի այդ բախման կիզակետներից մեկն է երևի, էլի, հա, ու կարելի էր ի վերջո չխոսել այդ մասին, հա, կարելի էր այդ գոնե ունենալ ամոթի այդ բանը, բարակ այդ ու շրջանցել այդ թեման, բայց չէ, իրենք խոսում են եւ գտնում են նոր մեղավորներ։ Այսօր մեր 2020-ից այս կողմ մեր օրինակ բանը 2001-2000-ից 2002 թվականին ծնված մեր տղաների ծաղկման, չէ, իրենց ընտանիքների կազմման շրջանը պետք է լիներ 25-ամյա, 24-25-ամյա երիտասարդ ընտանիքներ պիտի կազմվեին եւ մենք հասկանում ենք, որ հազարավոր աղջիկներ չեն գտնելու իրենց զույգին, ու դա լուրջ խնդիր է։ Այսինքն եթե մենք խոսում ենք ժողովրդագրությունից եւ բանից դեմոգրաֆիական խնդիրներից, մենք ինչպես չենք խոսում այդ մասին եւ այն տագնապի անորոշության, անվստահության, սեփական երկրի հանդեպ, սեփական իշխանությունների հանդեպ, որոնք եղել են այս սերնդի առաջին իշխանությունները քաղաքական, իրենք եկել են դարձել են 18 տարեկան ու ընտրել են ու եղել է ընտրություն այս իշխանությունները, իրենք չեն տեսել այն, որ այդքան այդ բոբոներով վախացնում եք նախկինեն, իրենք նրանց չեն տեսել, իրենք տեսել են ձեզ, իրենք տեսել են այս երիտասարդ ինքնավստահ ինչ որ հնարքներով իրենց հետ հարաբերվող ինչ որ sense շերտի, որը իրենց համար դարձել է քաղաքական իշխանության կերպարը, ու հիմա արդեն իրենք չեն վստահում նաև քաղաքականությանը, իրենք չեն վստահում իշխանություններին, ասենք եթե մենք խոսում ենք ժողովրդի հայրերն են, էլի, հա, նոր էս իշխանությունները, իրենք տեսել են այս հայրերին ու այլևս հայրերին չեն վստահում այս հասկանում եք անվստահության այնպիսի մի sense խիտ պաշար կա, որ ես տեսնում եմ երիտասարդների, որոնք մնում են այստեղ ու շարունակում են աշխատել, ստեղծագործել ու բարիք ստեղծել, ես ուղղակի հիանում եմ իրենցով, որ իրենք կարողանում են հաղթահարել այդ ամեն ինչ ու մնալ, ու մեղադրել, որ ինչ-որ մարդիկ գնում են, այդ կներեք, այդ ինքներդ ձեզ պիտի մեղադրեք, որտեղ ձեզնից են գնում այդ մարդիկ։ Եվ այդ հասարակության մեջ կազմությունը նոր, ինձ թվում է, որ շատ լուրջ ուսումնասիրության կարիք ունի, եւ հասարակության տրավման շատ լուրջ ուսումնասիրության կարիք ունի, ուղղակի մեզ դրա համար ժամանակ չեն տալիս, ու դա գիտակցված է արվում, այն դու նկարագրում ես, որ մեկ սրան են բռնում, մեկ նրան են բռնում, մենք չենք հասցնում հետևել, մենք հարվածի հետևից այնպես ենք ստացել, այն արագությամբ ենք ստացել, մենք չենք հասցնում մարսել մի հարվածը, գալիս է մյուսը, մենք չէինք հասցրել մարսել Արցախի տեղահանումը, որը թվում է, այսինքն ինքը անմարսելի մի բան է, բայց դա մի process է, դա մի տրավմա է, որը մենք պետք է գիտակցման այսպես բոլոր փուլերը անցնենք որպես հասարակություն, որպես ազգ ի վերջո, որը կորցրել է այդ իր կարևորագույն այդպես բանը, տեղը, դիրքը, ու մեկ էլ հանկարծ գալիս է եկեղեցու վրա այդ այլանդակ հարձակումը, ու մենք մեր այդ ուժերը արդեն սպառված, արդեն բզկտված, ստիպված այսպես ուղում ենք այս կողմ այս պաշտպանական գիծ, ու այդ հարվածները ես վստահ եմ, որ շատ գիտակցված են արվում եւ այդ թուլացնելու համար իրար հետևից ջլատելու, պահ չտալու, ազատ պահ դու չպիտի ունենաս հնարավորություն մտածես, հասկանաս ինչ եղավ, միանգամից գալիս է հաջորդ հարվածը, պատկերացրու դու մի սենյակում ես, դու ունես ընդամենը 2 ձեռք պաշտպանվելու համար ու դու չես հասկանում որտեղից են գալիս հարվածները, այստեղից ես հարված ստանում, շրջվում ես սրան ես պատասխանում, մինչև փորձում ես հասկանալ ի վերջո սա ինչ էր, գալիս է մյուս հարվածը, բնականաբար կարելի է ուղղակի խելագարվել, ու մեր հասարակությունը այս պահին ես կարծում եմ թող ինձ ներվի այդ բառը, բայց adekvat վիճակում չի, եւ երբ մենք մենք պետք է որպես բժիշկ մոտենանք ինքներս մեզ, ինքներս մեր հասարակությանը եւ հասկանանք, որ այս ստացած հարվածներից հետո շատ դժվար է adekvat ռեակցիաներ ակնկալել, սուտը այնքան մեծ է, այդ հարվածները այնքան ուժեղ են, արյունը այնքան շատ է, ցավը այնքան մեծ է, դրա միջից
պահանջել, որ մարդիկ առողջ ինչ-որ ռեակցիա տան ինչ-որ բանի, մի քիչ այդքան էլ արդար չի հասարակության հանդեպ։ Լիլիթ, ճիշտ նկատեցիր, մենք անդադ ինչ-որ մի ուղղությամբ ինչ-որ պաշտպանություն իրականացնող գծի առաջնագծում ենք։ Մի օր Արցախն ենք պաշտպանում, մի օր արցախցիներին ենք պաշտպանում ատելության թիրախավորումից, մի օր եկեղեցին ենք պաշտպանում, մի օր Մաշտոցին ենք պաշտպանում, որի նկարը դպրոցական դասագրքերից են հանում, մի օր Արարատն ենք, անվերջ է այս ամենը։ Ես եւ դու անընդհատ հանդիպել ենք փողոցում տարբեր ընդդիմադիր շարժումների ժամանակ, հույսով, որ վաղը ինչ-որ մի բան կփոխվի։ Այսօր փողոցում ակտիվություն չկա, բայց կարծեք ակտիվություն կա քաղաքական դաշտում, նախընտրական շրջան է։ Կան ուժեր, որոնց հետ այնուամենայնիվ ինչ-որ այդ երիտասարդությունը ինչ-որ հույսեր կարող է կապել։ Նորահայտ ուժերի մեջ հատկապես։ Ես հուսով եմ, որ կան այդ ուժերը եւ հուսով եմ, որ դրանք կգնան ավելի ուժեղանալու ուղղությամբ։ Հեշտ չի, ես հասկանում եմ հեշտ չի, որտեղ անվստահության այդ բանը բեռը շատ մեծ է բոլորի վրա։ Բայց ասեմ ձեզ, ես ամեն դեպքում հավատում եմ անկեղծ խոսքին։ Շատ զատում ես միանգամից այդ անկեղծությունը, լուրջ եմ ասում։ Իհարկե, ես հասկանում եմ քաղաքականությունն ու քաղաքական պայքարը այնտեղը չեն, որտեղ որ կարելի է ակնկալել լրիվ մաքուր խաղ, եւ հատկապես Հայաստանը իր փոքր պատմությամբ անկախության ընդամենը 35 ենք դառնում, էլի։ Մենք չենք կարող ակնկալել, որ կունենանք մարդիկ, որոնք կունենան եւ կյանքի փորձ, եւ պետության հետ աշխատանքի փորձ, եւ կհասկանան ինչ է համակարգը, եւ կունենան համապատասխան ինչ-որ պատկերացումներ, ու այդքանով հանդերձ կվերցնեն իրենց վրա այդ առաքելությունն ու ռիսկը կմտնեն խաղի մեջ, որովհետեւ կան մարդիկ, որ ամեն շատ լավ հասկանում են, շատ լավ գիտեն, իրեն ունեն եւ ուժը եւ պատրաստվածությունը, բայց չեն ուզում, որովհետեւ ի վերջո դու պիտի աշխատես լայն հասարակության հետ, դու պիտի կարողանաս խոսել զանգվածների հետ, հեշտ բան չի, ամեն մեկի տրված չի դա, ու հասկանում եմ, որ հնարավոր չի ինչ-որ իդեալական, այդ իդեալիզացված բաները, որ մարդիկ սպասում են, որ հիմա կգա առաջնորդը սպիտակ ձիու վրա, դա կներեք, էլի, դա իրոք մանկամիտ պատկերացումներ են, ու մենք պիտի հասկանանք, որ մարդը կարող է անցյալում ունեցած լինել եւ իր սեփական սխալները, եւ կարող է աշխատած լինել այդպիսի համակարգերում, որոնք բան չեն, գուցե մեզ շատերից դուր չեն եկել եւ այլն։ Այստեղ հարցը թե մարդը հիմա ինչ է առաջարկում մեզ։ Հիմա ինչ է առաջարկում եւ կարողանում եմ մեր աչքերին նայելով խոսել։ Ինձ թվում է, որ այստեղ հատկապես երիտասարդները ավելի լավ կզգան բանը, անկեղծությունը ու կկարողանան իրենց համար է կարևոր։ Ես մեզ էլ եմ համարում երիտասարդ իրականում, ես հիմա երիտասարդության տարիքը իդեպ շատ երկարացվել է պաշտոնապես, բայց այն մարդիկ, որոնց համար լինելու է սա առաջին խոշոր ընտրությունը, լուրջ ընտրությունը, իրենք պիտի նայեն իրենց երկրի շահերից ամեն դեպքում, եթե իրենք պլանավորում են այստեղ ապրել իրենց կյանքը, այստեղ իրենց ծաղկման շրջանը, մենք ունեցել ենք մերը, հասկանում ես, ամեն դեպքում մենք ունեցել ենք մի լավ շրջան, համեմատաբար խաղաղ, համեմատաբար անվտանգ։ Այսօր մեր երեխեքը այս տուրբուլենտության շրջանում շատ ծանր փուլում են եւ իրենք պիտի կարողանան հասկանալ այդ վստահության քվեն ում են տալու եւ հասկանան բանը նաեւ շատ սառը վերլուծելով, որովհետեւ ի վերջո իրենք տեսան 7 տարում եկան մարդիկ, ասեցին լիքը բան ու արեցին ուղիղ հակառակը, եկան ասեցին մենք Արցախը բան կանենք, կդանենք բանակցային սեղանի շուրջ, մենք կլուծենք Արցախի հարցը եւ Արցախի հարցը այնպես լուծեցին, որ Արցախում չմնացին հայեր։ Իրենք տեսան, որ իրանք խաղաղություն ասելով եկան ու բերեցին մի քանի պատերազմ, մի պատերազմ չենք ունեցել մենք։ Ես նույնիսկ դժվարանում եմ արդեն հաշվել։ 4 պատերազմ պաշտոնապես, բայց այնտեղ ռազմական քանի բախում եղավ, ռազմական մեծ գործողությունները հետ է։ Որ ժամանակ լուրջ էլի զոհերի բան ունեցանք մենք։ Եվ այդ ամեն ինչը ու հետո ասենք հիմա խոսում են եկեղեցու բարենորոգումից եւ մենք գիտենք ինչ է կատարում, երբ իրենք փորձում են բարենորոգել, ինչ-որ բան որոշում են բարենորոգել, երբ իրենք ինչ-որ մի բան ուզում են լավացնել, ինչ է կատարվում այդ համակարգի, այդ ոլորտի, այդ ամենի հետ։ Այնպես որ այստեղ կա բանը,
եւ սառավելուծությունը ու նաեւ սեփական երևի պատկերացումները պետք է ունենա ընտրողը երկրի մասին, այսինքն այստեղ միայն այն չի, ինչ առաջարկում քաղաքական գործիչ, ինչ առաջարկում քաղաքական ուժը, այստեղ ինչա ուզում ընտրողը, ինքը ի վերջո գիտի ինչ երկրում է ուզում ապրել, ինքը որոշել է, ասենք, իրան որ երկիրն է պետք, իրան պետք է արդյոք այս երկիրը, որտեղ որ առավոտը լույսը բացվում է, կալանք դատ, բռնեցին, ծեծեցին, ծեփեցին ասֆալտին, իրան պետք է այս մթնոլորտը, իրան պետք է այս թույնը, իրան պետք է այդ ձեռառնոցին, երբ երկրի ղեկավարը իրան պահում է, ես չգիտեմ ումպես ու ասենք օրվա մի կեսը հայհոյում է, մյուս կեսը սրտիկներ է ուղարկում, իրան պետք է այս ամբողջը անադեկվատը, թե իրան պետք է ամեն դեպքում կայուն, ինչ որ մի բան տեսլական կայուն երկրի, որտեղ որ հնարավոր կլինի կյանք կառուցել, կյանք։ Շնորհակալ եմ Լիլիթ, բաց եւ անկեղծ զրույցի իմ առաջարկը ընդունելու համար, ես այնքան ցավում եմ, որ մենք ստիպված էինք խոսել խնդիրներից, մեր ցավերից, հոգսերից եւ այդպես էլ չկարողացանք անդրադառնալ ստեղծագործող Լիլիթ Բլեյանին։ Ես շատ մեծ հույս ունեմ, որ մենք հետագայում մի օր, մի գեղեցիկ օր կարող ենք խոսել այդ մասին, բայց ես մի կարճ հարց ուզում եմ տալ եւ կարճ պատասխանով երևի ամփոփենք մեր զրույցը։ Երգը, երաժշտությունը օգնում է ինչ որ չափով, թեկուզ մի քանի րոպե, մի քանի ժամ կտրվել այս իրականությունից, ունի, ստեղծում է այդ ապահովության զգացումը։ Դա է օգնում, այսպես ասեմ, եթե կարճ։ Եվ ասեմ նաև, որ ես հիմա պատրաստվում եմ լրիվ նոր երգերով համերգ անել, շատ փոքրիկ համերգ է լինելու, շատ սահմանափակ թվով հանդիսատեսի համար, եւ այնտեղ լինելու են երգեր, որոնք դեռ ոչ ոք չի լսել, ու կամ երգեր, որոնք շատ քիչ են կատարվել, եւ լինելու են երգեր, որոնք ես ուզում եմ, որ մեզ օգնեն հաղթահարել ցավը, որովհետեւ մենք շատ մեծ տրավմա ենք տարել, ու մեր ստեղծագործողների առաքելություններից մեկը նաև այդ թերապևտիկ առաքելությունն է, մենք պիտի դա փորձենք անել, ոչ միայն խոսքով, ոչ միայն ինչ-որ այսպիսի Facebook-յան ստատուսներով, այլև այո, այդ ստեղծագործական աշխատանքով, եւ ես կուզեի, որ իմ երգերը գոնե մի փոքրիկ այսպիսի բարակ, մի շերտ, այսպես ծածկոց դառնային այդ ցավի վրա։ Հուսանք, հավատանք դրան, հավատանք, որ իսկապես բարությունը, գեղեցիկ արվեստը պիտի հաղթեն։ Եվ այն, ինչ որ կատարվում է մեր կյանքում, դա ընդհանրապես ժամանակավոր է։ Միանշանակ։ Շնորհակալություն, սիրելի ունկնդիրներ, եթերում բաց խոսենք նախագիծներ, իմ զրուցակիցը այսօր հեղինակ կատարող Լիլիթ Բլեյանն էր։ Զրույցը վարեց Ալիսա Գևորգյանը։ Ցտեսություն։